Հիմա գանք առաջարկում եմ ուրեմն ավելի տխուր թեմայի, որը որ շարունակությունա պիտի գիտեք, հա, որ անդադ նոր հանգամանքներ էր բացահայտվում Վալոդիա Գրիգորյանի սպանության վերաբերյալ եւ մենք չեմ ուզում վերարտադրենք հիմա այդ ողջ շղթան, որովհետեւ կարծում եմ շատերը նայել են եւ այլն, բայց ինչն է հետաքրքիր, հա։ Ուրեմն իշխանական քարոզչությունը դեռ այն ժամանակվանից սկսած հայկական ժամանակով տալիս էր այս սպանության մեջ կասկածվող տղայի հարցազրույցը, որտեղ ինքը պատմում էր իր եղբոր սպանության մասին, այսինքն իրանք թեմայի մեջ էին քարոզչական առումով։ Ասացիք չէ՞։ Նիկոլի ընտանիքի օրաթերթը։ Հիմա այս երբ արդեն ինքը կալանավորվել է եւ ես իրականում երևի թե բան չկա, հա, ստեղ երկու կարծիք չկա, որ ինքն է այդ մարդը, որ դա իրականացրել է, որտեղ լրագրող իրան քանի անգամ հարցնում է, ինքը որևէ բան չի արձագանքում եւ ես եթե բան առաջ չլնեմ, մի անգամից կասեմ գիժեք, ես вообще կապ չունեմ, ինձ մի խոսքով կարելի է ապնդել վստահությամբ, որ ինքն է դա արել, առնվազն տենց տպավորությունա ողջախոհության շրջանակներում առաջանում, հա։ Եվ ինչն է ստե հարցը, նորից տարածում են սրանց քարոզիչները այդ վիդեոները եւ տանում են անընդհատ այդ բանը դեպի վենդետա, որ վենդետա եղել, մենք չենք բացառում, այն գլխից չենք բացառը, որ վենդետա եղել, բայց ինչն է նաեւ հետաքրքիր։ Այս սպանողի դվայորոտնի աղբերը հանդիսանում է Շիշ Բռնողի եւ Չախ Ռուստամի ընկերը։ Նու ինչ որ մտերիմ հարաբերություններ ունեն, որտեվ նկարներ ունեն միասին ընտրությունների ժամանակ, իրան գնացել են։ Ռուստամը գնացել է, Շիշը գնացել է։ Շիշ Բռնողը գնացել էր այդ հիշում եք հայտի նկար կարա, որ տենց աթոռի վրա նստած է եւ այլն, այսինքն ստեղ ինչ է։ Ստեղ նախ այս իշխանության ներկայացուցիչները լավ տեղյակ են եղել, թե ինչ է այստեղ կատարվում։ Այն առումով, որ իմացել են, որ sense թեմա կա։ Որևէ բան չեն նախաձեռնել կանխարգելելու համար։ Ավելին, հիմա անընդհատ փորձում են արդարացնել այս տղային, ներկայացնելով, որ տեսեք իր եղբորն է սպանել էին, ինքն էլ իմանդ է սպանեց, կարծես ասես դա լավ բան է, հա։ Այսինքն ակնհայտ է, չէ՞ որ լավ բանը այն է, որ պետությունը պատժում այն առաջին սպանողին, այդտեղ էլ ոնց հասկացա խնդիրներ կա։ Նորմալ պատիժ չի կրում այդ առաջի կողմը, երկրորդ կողմը որոշում է սամասուդի դիմի։ Պետությունը Ստեղ տեսեք քանի դրվագում է սխալվում, այսինքն ստեղ չի տանում նորմալ քննություն եւ նորմալ պատիժ չի սահմանում, ոնց հասկանում եմ, առնվազն նման տպավորություն է ստեղծվում երկրորդ կողմի մոտ։ Երկրորդ կողմը որոշում է սամասուդ անել, հա, ինքնուրույն լուծել այս հարցը։ Պետությունը ստեղ էլ չի կարող դա կանխարգելի։ Երբ որ այդ սամասուդ անողները հանդիսանում են Շիշ Բռնողների մտերիմ շրջանակները։ Իսկ օրինակ Վալոդիա Գրիգորյանի հետ կար օպեր։ Այսինքն տեսեք, ինչքան մարդ կա, որոնք պաշտոնի եւ կարգավիճակի բերումով տեղյակ են այս ողջ պատմությունից, ու այս սիմվոլիկ դատայի ժամանակ, հա, Վալոդիա Գրիգորյանի եղբոր ծննդյան օրն է սա, որևէ բան չեն նախաձեռնել, ինչեւ էլ երևի թե չեն նախաձեռնել, եւ մենք ունենում ենք երկու սպանություն։ Շարունակվում է դա։ Այսօր եթերից առաջ նայում ենք նոր սպանություն։ Հիմա Արմավիրի մարզի ինչ Արաքս գյուղում երկու գյուղացի իրար ինչ որ կենցաղային թեմայով։ Իդեպ գիտես, չէ՞, այս վերջն էլ է կենցաղային թեմայով սկսվել։ Այս վենդետայա տիպի էս ամեն ինչը։ Որ ասում են վենդետա եղել։ Հա, այսինքն այն գլխից, որ եղել է խնդրեմ, եղել են ինչ որ ավտո քշելու, ես իմիշ կենցաղային թեմա։ Իսկ այս մեկը շան է։ Այս մեկը շան ինչ որ նկատողություն։ Չէ, արի զենք Զենքա ֆռում երկրում, ու պրիտոմ այդ զենքը ֆռում անենց, որ անընդհատ դառնում է խնդրեմ։ Ասեմ քեզ, ես մի անգամ պատմել եմ, իմ շատ լավ բարեկամներից մեկը մի անգամ ինձ գազային ատրճանակ նվիրեց, ու ես այդ գազային ատրճանակը ինչքան մոտս էր ելնում, ինքը անընդհատ քեզ տենց ոնց որ իրավիճակներ է ստեղծում, որ ինքնապաշտպանվես, էլի, դրա համար ես այդ գազային ատրճանակը այլևս երբեք իմ մոտ չեմ պահում։ Ճիշտ են ասում, զենքը կա, այդ զենքը կրակելու է, դա խնդրեմ է։ Ու նորմալ երկրներում մենք նախորդ անգամ խոսացել ենք։ Բայց այստեղ ի՞նչն է հատկանշական, էլի։ Ես երկու բանի վրա կուզեմ ուշադրություն դառնալ, չնայած Վազգենը մոտավոր հենց դրանք ասեց, բայց ես մասնավորեցնեմ, էլի։ Երբ որ Վալոդիա Գրիգորյանի դեպքը տեղի ունեցավ ցավալի, միանգամից միացավ իշխանական ռոպագանդան։ Նիկոլի գլխավորությամբ բոլորը սկսեցին գրել, հետո իբր մեզ մի մեղադրեք, ես կոմեն։ Իմ համար արդեն կասկածելի էր, որտեվ չի կարա նորմալ պայմաններում, ասենք, բանը լինի, սենց այտենց արձագանք։ Ուրեմն սրանք մի բան կանխատեսում էին, էլի, որ էդի գրում էին։ Վերջում պարզվեց, որ Շշի ընկերության շրջապատն է, Շիշ Բռնողի ընկերության շրջապատն է դա անում։ Այսինքն նախկին համայնքապետի
հորքուրի տղեն է, որը սպան ըստ իրանց վարկածի, ես չի որ ես վարկածին ամբողջությամբ հավատում եմ, որը սպանել է իր աղբորը ենթադրյալ սպանողի եղբորը։ Պատկերացիք ինչ, այսինքն այստեղ ինչ է, շղթա է աշխատում, էլի։ Փաստացի Նիկոլի մերձավոր շրջապատի, իդեպ Ֆազին էլ սպանելու համար նույն Չաղ Ռուստամն է հիմա նստած, թե նստած չի արդեն չգիտեմ տնային կալանքում է թե ինչ, որը շիշ բռնողի մտերիմն է։ Այսինքն շիշ բռնողը, որը հելնում է, սկսում է բանից ազգային ժողովի ամբիոնից այդ գողերը դրանք ով են, բանսես բաներ խոսալ։ Իր շրջապատում ունի մարդիկ, որոնք այտենց ամենաթողությամբ նվազագույնը հենց նույն իշխանությունների վարկածով զբաղված են մարդկա նախ զենք զինամթերք ունենալով, սպանություններ պատվիրելով ու մարդ սպանելով։ Սա այն օբյեկտիվ իրականությունն է, որը որ կա։ Այսինքն եթե անգամ սա իրանց բերած վարկածի հետևանքն է, այսինքն իրանց բերած վենդետայի բանն է, ուրեմն նվազագույնը դա իրականացնողը իրանց մտերիմ մարդկանցից մեկն է։ Իշխանությունների Նիկոլենց մտերիմ մարդկանցից մեկն է։ Ավելի բաց են փակագծերը։ Այս տղեն, որին որ բռնել են, որը որ այդ սպանությունն արել է, ես անկեղծ եմ ասում, վենդետաների մասով ես կարծիքներ չեմ հայտնում ընդհանրապես։ Չեմ բանանում, այդ իմ գործը չի շատ վատ, ընդհանրապես մարդ սպանելը լավ բան չի, երբեք չի կարող խրախուսվի, առավելևս իմ կողմից, բայց ես ոչ մի բան չեմ հայտնում։ Այս մարդը դառնա ապագայում, ցես քո նկարը դնեն, գրեն ինչ մարդ սպանելը լավ բան չի, Նարեկ Սամսոնյանը։ Ախի չէ որ սիրուն կլինի։ Բաց այդ ճշմարտությունը։ Մի անգամ Գալուստ Գրիգորիչը ասել էր երեխաները պարտավոր են մեծանալ։ Ու միջև հիմա դա հիշվում է։ Դա իրար կողք կդրվի դեպ։ Երեխաները պարտավոր են մեծանալ, իսկ սպանելը լավ բան չի։ Տես ինձ կյանքի ոնց որ տարբեր փուլերի ես դեմ չեմ, էվոլյուցիա։ Ուրեմն հիմա ժողովուրդ ջան, փաստացի այս մարդիկ ինչ են արել ախպեր ջան։ Այս տղուն, որին բռնել են սպանելու համար, այդ կրակոցով սպանելու համար։ Ուրեմն հժեյով եթեր են տվել։ Այս տարվա փետրվար ամսին։ Այսինքն այս տղեն այնքան է իրանց պրիբլիժոննի կռուգի մարդ եղել։ Ու այդ թեման իրանց համար այնքան է եղել թեմա, որ հայկական ժամանակը, որը Պրավդա թերթն է Սովետական միության ժամանակվա, ու այս ընտանիքին է պատկանում Նիկոլենց, այս տղուն եթեր են տվել։ Մի պատկերացպես այդ տղեն մեր եթերում եղած լիներ։ Ինձ ու քեզ հիմա բռնել էին ապեր։ Նվազագույնը իմանալ չհայտնելու մասով։ Անկախ նայած որ մենք ընդդիմադիր ենք, անկախ նայած հիմա իշխանական ընտանիքի քարոզչական թերթում այս տղեն տվել է հարցազրույց։ Հետո այս տղեն գնացել է։ Հետո ըստ այդ տղու ենթադրյալ բան ինքը ինչ ասում, այդ վիդեոյի մեջ ասում է այս տղեն, այդ սպանողը։ Ասում է ախպեր ջան, իմ աղբորը սպանելուց ես տեսել եմ վիդեոյի մեջ Վալոդիա Գրիգորյանի եղբոր ձեռքը ատրճանակ ու այդ ուղությամբ կրակել։ Իմ աղբերը մեռել է իմ ձեռների մեջ։ Հիմա ոչ մեկ ոչ մի բան չի անում, այդ տղեն ազատության մեջ է եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե անգամ վերանում ենք նրանից, որ օրինակի համար հժեյում կարար պատահականորեն հայտնված լինել այդ տղեն, չգիտես ինչի պատահական ուրիշ մարդիկ չեն հայտնվում։ Ենթադրյալ բանով վերանում ենք, որ շիշ բռնողը իր շրջապատով տեսկրակոցիներ է կազմակերպում, որտեղ շիշ բռնողի շրջապատը արխային տժում է այս քաղաքում։ Զենքել ունեն, ինչ պետք է ունեն այդ տղեկ աղբեր։ Նիկոլը ապրած կենա, իրենց մոտ էսա։ Էդ էլ մի կողմ դնենք։ Արա, եկել է, դուք տեսել եք։ Ոստիկանություն։ Դու ինչով ես զբաղված, արա։ Այսինքն այս տղեն, որը խոսում է անարդարության մասին իր պատկերացումով, այս տղեն, որը իր մտքի մեջ մեղավոր է կարգել համայնքապետի եղբորը, որը տնային կալանքի տակ է։ Արա լավ, ես օպեր չարա, ոնց ասեմ, արա մի հոգի օպերը այս տղուն պահելու էր ամենաառաջնային ուշադրության կենտրոնում, որտեղ այս տղեն պոտենցիալ իր վրեժը լուծելու պատրաստ տղա է այդ վիդեոյում, արա։ Լավ, դուք այդ չեք տեսե։ Իսկ կարող է պատահի դուք պրոստը ոչ մի բան չանելով հատուկ նպաստել եք նրան, որ այսօր 3 չառաջի օրը տեղի ունենար այդ դաժան դեպքը։ Իսկ կարող է պատահի հատուկ եք դուք դա արել։ Իսկ ունենք մենք հիմքեր չմտածելու, որ դուք կարայիք այդ հատուկ անեք, ես չունեմ հիմքեր, որտեղ դուք ավելի վատ սրիկայություններ եք արել։ Իսկ ունենք հիմքեր նվազագույնը վստահ լինելու, որ դուք ապիկար ոչնչությունների կույտ եք ու ձեզ կրիմինալ իրավիճակը չի հետաքրքրում, միանշանակ ունենք, որտեղ այսօր մի քիչ առաջ մեկ այլ համայնքում զենքի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել։ Սպանվել է մարդ, որը էլի բերել է ապօրինի զենքով։ Իսկ կարանք մենք հասկանանք ինչով է սա զբաղված ոստիկանությունը, ինչով է զբաղված ներքին գործերի նախարարը։ Իդեպ, քիչ առաջ Վազգենը չգիտի, որտեղ ինձ հեռախոսից են գրել,
մեր մտերիմ մարդկանցից մեկը ինձ հայտնեց, որ կարամ խնդրեմ իմանաս պրոստը դու, որ ես երկրից գնացել եմ, եւ ես երկրից գնացել եմ, որովհետեւ ներքին գործերի նախարարը իմ հետևից է հանգած եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես չեմ բացառում, ավելի շուտ մի հատ խոսալուց հետո այդ մարդու, որը հայտնի մարդ է, անհայտ մարդ չի։ Դրա մասին մենք հաջորդ եթերում կխոսանք մանրամասն։ Իսկ ներքին գործերի նախարար, ինչով ես դու, արա դուք ինչով եք զբաղված։ Արա լավ դուք իսկականից չեք պատկերացնում, որ այս զենքի շրջանառությունը հավասարազոր է, ուղիղ հավասարազոր է երկրիդ ներսում դրած բոմբին արա։ Լավ, մենք ենք ձեր առաջնահերթությունը հասկացանք։ Արա մեզնից բացի մի քիչ մեր վրա թեթևացրեք, մենք ապօրինի բաներ չենք անում։ Չենք անում, ախպեր։ Այն ինչ որ դուք մտածում եք, պետք է անենք, չենք անում ոչ մի տես բան։ Արա լսում եք, լսեք, թույլտվություն ունեք դատարանով լսելու, լսեք, ինչ ուզում եք արեք, ախպեր։ Արա բայց կրիմինալ վիճակը վերացրեք այս երկրից, դրա վրա մի քիչ աշխատեք։ Ինչով եք դուք բանը ոնց կարաս այս բանը լինի։ Այսինքն ես ունեմ հիմքեր, ողջամիտ կասկած, որ դուք ինադու թույլ եք տվել այն տղուն, որը հայկական ժամանակով եկել էր խոսում էր, որ իր աղբորը սպանել են ու սպանողի ազատության մեջ է, որը Վալոդիա Գրիգորյանի հարազատ եղբայրն է։ Ու այն տղու, որի հորքուրի տղեն, որը իդեպ ասում են, գիտես, մի հատ էլ տեղեկություն կա, որ այդ հորքուրի տղեն դեպքից 2 օր առաջ լքել է Հայաստանը։ Հա։ Չկա, Հայաստանում չէ, տղեն 2 օր առաջ, կրակելուց 2 օր առաջ երկրից գնացել է, շիշ բռնողի ինգերը։ Արա չեմ ջոգում, շիշ բռնողը ով է արա։ Արա դուք հոգեկան հիվանդ եք։ Ինչ գործ ունի դա դեռ падգամավոր։ Ով կարա ինձ մեկը կա, որ ինձ կարա բացատրի այս տրամաբանությունը։ Այդ մարդու շրջապատը զբաղված է այս բաներ անելով։ Լավ, ձեր համար հերիք չէ, ֆազի սպանությունը հերիք չէ ձեր համար։ Հիմա լավ վենդետան, այսինքն դուք այդ ոնց հալնում, որ ձեր այդ կապ ունեցող մարդկանց կողմից իրականացվող վենդետան չեք բանանում։ Կամ արա արդարադատություն իրականացնող մարդ, դուք չգիտեք, որ եթե արդարադատությունը չի աշխատում, աշխատում է վենդետան։ Հա? Այդ դուք չեք հասկանում այդ ամեն ինչը։ Զենք սինամաթերքն է տեղում, բարդակ, ամեն ինչը սենց իրար հետ մի հատ վիճակ։ Այսինքն դուք էս ինչ եք անում այս երկրում արա։ Մենք հիմա չգիտեմ, զիբիլ թափելուց եմ մտածենք, որ կարող է մի հատ քորդյուլա կպնի մեր ընտանիքի անդամներին, մեզ լմի կողմ։ Այսինքն այդ ոնց է ալնում էլի, ես ուզում եմ հասկանամ, լավ, ոնց եք դուք շարունակում պաշտոնավարը, Նիկոլը ոնց չի սրանց անում ռադանի, գոնե սրանց մեղավոր նշանակի ախպեր։